դզելս։ Չէ, ինքը վեիդելը նվերբերել։ Всё, սկսենք։ Ողջույն Museum Sport-ը շարունակում է Secret Santa խաղալ հայկական սպորտի աստղերի հետ։ Իմ հերթական Secret Santa-ն Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխա Սամոյանն է։ Ողջույն։ Նախ շնորհակալ եմ, որ ժամանակ գտար այս խառը օրերին եւ հյուր եկար ինձ։ Մենք այսօր Secret Santa ենք խաղալու։ Խաղացել ես Secret Santa երբևէ։ Ոչ։ Ու գիտես, բայց ոնց են խաղում։ Այո, լսում եմ։ Ես մի փոքր փորձել եմ փոխել կանոնները, խաղի իմ կանոններով ստացվել է, մեր հայկական սպորտի աստղերը նվերներ են տալիս իրար եւ իմ հաղորդման միջոցով նվերներ են տալիս եւ այսօր դու ունես գաղտնի Secret Santa եւ նաեւ դու կլինես ինչ-որ մեկի գաղտնի Secret Santa-ն։ Բայց մինչ խաղը սկսելը, արի նախ ամփոփենք 2025 թվականը, այս տարի քեզ համար բացառիկ տարի էր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, խնդրում եմ ասա, ինչպես ես ճանապարհում 2025 թվականը։ Ասեմ, իմ սպորտային այս ճանապարհին եղել է, որ աշխարհի հաղթողի ճանաչվե կամ Եվրոպայի, բայց մեկ տարում չէր եղել, որ կարողանա Եվրոպա եւ աշխարհի առաջին հաղթող ճանաչվել, տարբեր տարիներում էր եղել։ Եվ այս տարի իմ նպատակն էր, որ կարողանա Եվրոպա եւ աշխարհի հաղթող ճանաչվել եւ փառք Աստծո մեր մարզիչների շնորհիվ, մեր այդ մարզվող ընկերների, ինձ հետ կանգնած մարդկանց շնորհիվ կարողացա իմ նպատակին հասնել, ապրիլին դարձա Եվրոպայի քառակի հաղթող, իսկ սեպտեմբերին աշխարհի կրկնակի հաղթող կարողացա հռչակվել։ Իդեպ օրես դու նաև ճանաչվեցիր ԻՎՎ-ի կողմից տարվա վերադարձ, համաձայն ես այս մրցանակի հետ։ Դե իմ կարևոր նպատակը, որ ես կարողացա հռչակվել Եվրոպայի եւ աշխարհի հաղթող, իմ նպատակը կատարեցի այս տարվա իմ պլանը, իսկ արդեն այդ մրցանակները, որ ինձ շնորհում են, արդեն ոգևորել է, ուրախանում եմ, բայց հիմնական իմ նպատակը ես կարողացել եմ կատարել, դա է միայն ուրախացրել։ Արդեն 4-րդ անգամ դու դառնում ես Եվրոպայի չեմպիոն, ինչ ես կարծում այս հաղթարշավը, որքան կշարունակվի, արդյոք նպատակ ունես նույն Արթուր Ալեքսանյանի պես 7-րդ հետագայում արդեն, չգիտեմ, 8-րդը։ Ասեմ, տարեստարել ավելի բարդ է տրվում այն ինձ, ճիշտ ասած, ես այդ պահին կենտրոնանում եմ, որ մրցաշարին որ պատրաստվում, առաջ չեմ ընկնում, երբևէ չմտածել 7 անգամ, 8 անգամ հաղթող ճանաչվել, իմ նպատակը միայն որ մրցաշարին որ գրում կարողանամ հաղթող ճանաչվել եւ հետո որ հետ ես նայում տեսնում ես որ արդեն 4 անգամ հաղթող ես ճանաչվել, անգամ իմ մոդել է եղել, որ անգամ չի էլ հիշում քանի անգամ էի հաղթող ճանաչվել, ես հիշում էի մոտ 3 Այդ իսկ պատճառով չի եղել, որ տենց փորձեմ ինչ-որ մեկին անպայման գերազանցեմ կամ ինչ-որ մեկին հավասարվեմ, տենց, բայց փորձում եմ դրված նպատակը կատարել եւ առաջ շարժվել։ Աշխարհի առաջնությունում ավելի շատ քո հաղթանակի մասին խոսվեց եզրափակիչ գոտեմարտից հետո, որտեղ դու հաղթեցիր գործող օլիմպիական չեմպիոնին, ինչպես ես վերհիշում այդ նույն եզրափակիչ գոտեմարտի օրը, նույն այդ հաղթանակը կուսակայի նկատմամբ։ Դե ասեմ, շատ լավ մարզավիճակում էի գտնվում, շատ լավ հավաքների անցել, շատ լավ էի պատրաստվել, ես ինձ վստահ էի զգում էի, որ կարող եմ հաղթել եւ որ լավ մարզավիճակում ես զգում, այդ օրը մի փոքր տարօրինակ զգացողություն է քեզ մոտ, զգում ես, որ դու ես հենց հաղթելու եւ ճիշտ է, սկզբի գոտեմարտին ինձ մոտ շատ մի փոքր բարդ ստացվեց, իմ ամերիկացի մրցակցի դեմ, նա էլ շատ էլի լավ ըմբիշներից էր, իսկ արդեն որ դուրս եկա եզրափակիչ, որ արդեն պետք է գոտեմարտեի, մոտ 1-10 րոպե էր մնացել, իրոք իմ լարվածությունը կորեց իմ մոտից, ես էլ էի զարմացել, որ ընդհանրապես լարվածություն չզգացի եւ եւի դա էլ օգնեց իմ այս պատրաստվածությունը, որը որ բերեց հասցրեց նրան, որ ես կարողացա ճապոնացի ըմբիշին հաղթել, որովհետեւ շատ դժվար էր նրանպես հոգեպես, թե ֆիզիկապես, պետք է կարողանայի նրա դեմ պատրաստ լինեի ամեն ձև, ինչպես նաեւ պարտվել էի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, այդ ժամանակ երևի նա էր արժանի, նա էր լավ մարզավիճակում գտնվում եւ հաղթեց ինձ եւ այս անգամ էլ ստացվեց, որ ես հաղթեցի։ Իրոք ուրախությունս էլ ավելի կրկնակի էր եւ
արդեն հետ չեմ նայում, արդեն այս աշխարհայացությունը մնաց անցյալում եւ շարժվում ենք առաջ դեպի գալիք տարվա Եվրոպա եւ աշխարհի առաջնությունները փորձեմ լավ հանդես գալ եւ ոսկե մեդալ նվաճել։ Մալխաս ամեն անգամ ամեն մրցաշարից հետո երբ չի ստացվում, կոմո չի հաջողվում տիտղոս նվաճել, արծաթ կամ բրոնզ ես նվաճում, դու հետաքրքիր արտահայտություն ես անում, ասում ես այս անգամ գուցե սրան էի արժանի, այդքանով բավարարվենք։ Իսկապես այդպես ես մտածում, թե այդպես փորձում ես ինքդ քեզ փարատես։ Իսկապես դու կարծում ես, որ դու օրինակ արժանի չէի օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու կամ Դե որ արժանի լինեի այդ բան, եթե ես պատրաստ լինեի, ես կլինեի, չեմ սիրում ասել կարող էի հաղթել, բայց չհաղթեցի, այդ արտահայտությունը չեմ սիրում։ Դրա համար այդ բան ճապոնացի միջներ օլիմպիական խաղերին ինձ ուժեղ, նա էր լավ մարզիվիճակում, նա հաղթեց, իսկ աշխարհայացությանը ես դրա համար երևի այդ մարզումների շնորհիվ, ճիշտ մարզվելու շնորհիվ, եթե սխալ ես մարզվում, ինչ-որ բան ճիշտ չես անում կամ պետք է շատ մարզվես, մի քիչ ես մարզվում, դա էլ երևի նպաստում է քո այդ արդյունքին, դրա համար ինձ համար այդ ինչ որ արժանի ենք, այդ բան այդ մեդալին էլ արժանանում ենք, ինչ որ պատրաստ ենք։ Օրինակ տարվա վերջին երբ ամփոփում ես անցած տարին, գալիս է գիտակցությունը, որ օրինակ այս տարի մենք ունենք աշխարհի 2 չեմպիոն, խոսքը քո եւ Վարազդատ Լալայանի մասին է ծանամարտի, գիտակցում ես թե ինչ արդյունք ես արել։ Ճիշտը որ ասեմ, աշխարհի հաղթող էլի էի ճանաչվել 2021 թվականին, այդ ժամանակ որ չէի դարձել աշխարհի չեմպիոն, մտածում էի սա է աշխարհի չեմպիոնը, էլի նույն բանն է, ինչպես կարելի ասած, ինչ-որ մի մրցաշարի հաղթող ճանաչվել է, քո կյանքում առհասարակ ոչ մի բան չի փոխվում, ուղղակի քո այդ մեդալների շարքին այդ տիտղոսն է ավելանում եւ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները թե ինչպես են քեզ այդ հաղթանակը քեզ հետ տոնում, ինչպես են ուրախանում քո հաղթանակներով, դա է մեզ ոգևորում եւ մեզ աջակցում եւ մեզ հույս հավատ տալի, որպեսզի առաջ շարժենք։ Իսկ հիշես 2021-ին ավելի շատ այսպես արձագանք եղավ ժողովրդի կողմից քո չեմպիոնության, թե 2025-ի այս տարվա։ Կա տարբերություն ինչ վրա։ Իսկ մա 2025-ին, քանի որ երևի հենց օլիմպիական խաղերի հաղթողին եզրափակիչները այդ էի գոտեմարտում, երևի այդ իսկ պատճառով 72-ին դարձել էի ոչ օլիմպիականներ, երևի մի քիչ այլ կերպ է հնչում ոչ օլիմպիական քաշային կարգը, բայց ասեմ տարբերություն ինձ համար չի եղել, էլի լիքը ուժեղ ըմբիշներ կան այդ քաշային կարգը, ուղղակի իրենց այդ քաշը չի ներում, որպեսզի բարձրանան, եւ դա է միայն տարբերությունը։ 2025-ում ինչ երազանք ես ունեցել, որ չի իրականացել։ Հիմնականում իմ նպատակը եղել է սպորտի հետ, կարողացել եմ նպատակս եղել է, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով վերադառնամ եւ փառք Աստծո այս տարի այդպես էլ եղավ։ Իսկ սպորտից դուրս այդ բանը միայն սպորտի հետ կապված նպատակներ եմ ունեցել։ Իսկ սպորտից դուրս երբ են քեզ տեսնելու գեղեցկուի կողակցով։ Դեռ չգիտեմ, այս բանը հիմնականում նպատակները սպորտի հետ են կապված։ Օրինակ օլիմպիական խաղերից առաջ նույնն էր ասում, ասում էր հիմա այս պահին նպատակս Փարիզի օլիմպիական խաղերն են, երբ զրուցում էինք հիմա անցել են Փարիզի օլիմպիական մեդալ չնվաճեցի, այդ իսկ պատճառով դեռ ժամանակ կա։ Այդ ժամանակը շատ երկար է բավականին։ Դե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ նպատակին հասնենք եւ արդեն հանգիստ սրտով մտածել արդեն սպորտից դուրս կարիերայի մասին։ Ինչ մտքերով ես ճանապարհում 2025-ը եւ ինչպես ես մտնելու արդեն նոր տարի։ Շատ լավ, հիշարժան պայերով, հետաքրքիր, ուրախ եւ դիմավորում եմ էլի ուրախ եւ սպասում նոր փորձությունների։ Ինչ խորհուրդ ունի քեզ համար ամանորը։ Ամանորը, որ հիմնականում խորհրդային է, որ արդեն այդ տարին փակվում է եւ քո համար սկսվում է նոր տարի, նոր փորձություններ, նոր հետաքրքիր պահեր, միայն այդ դա։ Անցկացնում եմ իմ հարազատների հետ, իմ ընտանիքի անդամների հետ, քանի որ տարվա մեծ մասը Հայաստանում չենք լինում, եւ այս ժամանակահատվածում այս ժամանակը նվիրում ենք նրանց հարազատների հետ
Եվ շատ լավ է անցնում միասին հարազատների հետ, ընկերների հետ։ Դու 77 կիլոգրամ քաշային կարգում ես։ Ամանորից հետո որքան ես կշռում։ Չէ, դե շատ թույլ չեմ տալիս որ քաշես բարձրանա, որովհետև հետո ինձ համար շատ բարդ կլինի։ Դրա համար մարզվում ենք, այդ բանին շատ չենք հանգիստ տալիս մեզ, որպեսզի քաշի խնդիր չունենանք։ Բայց կա մի ուտեստ, որին որ անհամբեր սպասում ես։ Դե չէ, ամեն ինչ էլ հիմնականում մայրիկս մինչև այդ նոր տարին էլ ինչ որ շատ եմ սիրում, հենց հիմնականում սալատներ, աղցաններ, հիմնականում միշտ սարքում է ինձ համար, որ մարզումներից գալիս եմ։ Դրա համար այդքան շատ չեմ սպասում այդ կոնկրետ նոր տարվան լինի, որ նոր Բայց ասում են, չէ, նոր տարվա սեղանինը համեղ է, չգիտեմ, դե կարող է լինել, բայց ինձ համար երևի որ մայրս միշտ սարքում է, դրա համար առհասարակ տենց շատ տարբերություն չեմ զգում ես։ Իսկ դու ինչ-որ բան պատրաստում ես։ Ոչ, Կարողանում ես ընդհանրապես։ կարող։ Իսկ նվեր տալ, նվեր ստանալ, այս Ավելի շատ սիրում եմ նվեր տալ, քան ստանալ։ Այդպես է։ ինչու։ Չգիտեմ, տենց ավելի լավ եմ զգում, ավելի շատ նվեր փոխանցել, քան ստանալ։ Իսկ երբ որ դու նվեր ես ստանում կա, այնպեսի մարդ ումից սպասում ես, որ պետք է նվեր ստանաս։ Սպասում չէ, չկա, որ կոնկրետ ինչ-որ մեկից սպասը, որ նվեր ստանալ, բայց որ ստանում եմ, այո, շատ եմ ուրախանում։ Դու ունես Secret Santa, կա ինչ-որ մեկը մեր հայկական սպորտի աստղերից, ով որոշել է քեզ նվեր անել։ Հիմա արի փորձենք խաղալ եւ հասկանալ ով ըստ քեզ ով կարող էր քեզ նվեր անել։ Ինքը ձեր մարզաձևից չի, ինքը շատ մոտ է քո այն նվաճմանը։ Այս տարի է դարձել մեդալակ։ Ինքը աշխարհի չեմպիոն է դարձել։ Աշխարհի չեմպիոն, Ներողություն, փոխ չեմպիոն։ փոխ չեմպիոն։ Աշխարհի փոխ չեմպիոն։ Այս տարի դեղ ունեցել ենք երկու աշխարհի փոխ չեմպիոն, Արտուր Դավթյան եւ Մամիկոն Խաչատրյանը։ Տակա։ Մոտ ես։ Հիմա երկուսից որ մեկն է։ Մամիկոն Խաչատրյան։ Շատ ճիշտ է։ Բրավո։ Մամիկոնը քեզ նվեր է փոխանցել, որ նվերը մենք քեզ շուտով փոխանցենք։ Հիմա շարունակում ենք խաղալ։ Հիմա դու պետք է ընտրես մեր հայկական սպորտի աստղերից ինչ-որ մեկի, ում Secret Santa-ն ես ցանկանում լինել։ Ու հիմա էլի խաղի տեսքով փորձենք գուշակել, ես գուշակեմ, թե դու ում կընտրեիր։ Ասա, մոտավորապես նկարագրի։ Մի քանի անգամ Եվրոպայի առաջացան հաղթող։ 4 Այո։ Շատ աշխույժ։ Սիրում եմ նկարվել։ Այո։ Հա, թիթիզը։ Հա, թիթիզը։ Չէ, Թիթիզ չի։ չէ։ Ինձ սիրում է։ Այո։ Հա, ասել է։ Դե անձամբ չասեմ, բայց զգացել եմ, որ Հա, իմ հանդեպ հարգանքով, դրական է դրական տրամադրված, ագրեսիվ չի։ Ձեր հունահռոմեականից չի։ Հա, ըմբիշ ամեն դեպքում։ Ըմբիշ։ Դե որ ես ասում եմ թիթիզը, դրա համար գնացի թիթիզի կողմ, Արսենն է Հարությունյանը։ Այո։ Բրավո, ինչ ես պատրաստել Արսենի համար։ Արսենի համար խաղալիք։ Նոր տարվան։ Եվ մեջը մի քանի հատ կոնֆետ կա։ Ինքը քաղցրասեր է։ Հա։ Շատ լավ, մենք դա կփոխանցենք Արսենին։ Շատ շնորհակալ եմ, Մարխաշ ջան։ Քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, թող 2026-ում կրկնակի հաջողությունների հասնես, մենք էլ ուրախանանք քո հաջողություններով եւ այդպես ճանապարհդ հարթես դեպի Լոս Անջելես 2028։ Շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալ, հաջողություններ։ Թիթիզ ես էլի, այո, թիթիզ նստած ես։